արդյոք հայաստանյան համայնքը արբիտրաժային այսօր պատրաստ է ամբողջովին թվայնացման արբիտրաժային process-ի, թե ոչ, ինչպես եք գնահատում այս իրավիճակը։ Համայնքը արբիտրաժային համայնքի պատրաստության տեսանկյունից, տեսեք, իրականում եթե համատության մեջ վերցնենք, մենք բոլորս էլ հասկանում ենք, որ ոնց որ պարոն Սիմոնյանը նշեց, դասական վեճերի լուծման մեխանիզմները, դատական համակարգը ավելի կարգավորված լինելով, մոտ ապագայում երևի թե չի կանխատեսվում այդ տրանսֆորմացիան, կամ արհեստական բանականության գործիքակազմի կիրառումը լայն ծավալներով ամեն դեպքում, պաշտոնական մակարդակով, մինչդեռ արբիտրաժային աշխարհում, այո, դա ոնց որ առաջամարտիկ ուղղությունն է, կարելի է ասել, որ մեծ ծավալով սկսում է օգտագործել արհեստական բանականությունը։ Մեր արբիտրաժային կենտրոնները, մեր համայնքը կարծում եմ մեր մասած հետնապահներից չի անգամ աշխարհի մակարդակով եթե դիտարկելու լինենք։ Ինչու, որովհետև մենք բոլորս գիտենք հայաստանյան հասարակության հատուկ վերաբերմունքը տեղեկատվական տեխնոլոգիաների լուծումների, դրանց կիրառման մասով ու նաև արբիտրաժային շատ կենտրոններ իմ ունեցած տեղեկությամբ արդեն իսկ օգտագործում են այդ էլեկտրոնային հարթակները, իսկ էլեկտրոնային հարթակների կիրառումը կարծես թե այդ թվային processing իրականացնելը կարծես թե կարևորագույն նախապայմաններից է։ Իհարկե այստեղ կան ռիսկեր, պետք է մենք միշտ նկատի ունենանք այդ ռիսկերը։ Բացի այն ինչ որ անվանվում է AI-ի ոլորտում այդ human in the loop, այսինքն մարդու կողմից մշտական վերահսկողությունը AI-ի գեներացրած ամեն տեսակի արգումենտների, փաստաթղթերի կամ ցանկացած արդյունքների մասով, այստեղ ունենք նաև խնդիր ստեղծված արբիտրաժային վճիռները, մասնավորապես եթե դրանք կամ ցանկացած որոշումներ, մասնավորապես եթե դրանք գեներացված լինեն AI-ի կողմից, արդյոք որքանով ընդունելի կլինեն լավ ներպետական օրենսդրությամբ, եթե փորձենք համապատասխանեցնել այդ մասը, կարող է նաև ունենանք այդ հնարավորությունը, բայց նաև չենք մոռանում արբիտրաժի հիմնական առավելությունը դա արբիտրաժային վճիռների եւ որոշումների ճանաչումը եւ արկադիր կատարումն է երկրի սահմաններից դուրս։ Նյույորքյան կոնվենցիայի համապատասխան Նյույորքյան կոնվենցիայի, որ ընդունվել է 1958 թվականին, արդեն պատկերացրեցինք դրա հետևանքները, նաև AI-ի կիրառման մասով, ճիշտ է մոտեցումներ կան տարբեր, որ ինքը կոնվենցիան այնպես է ձևակերպված, որ ցանկացած նորագույն տեխնոլոգիա ենթադրվում է, կոնտեքստում, բայց դա զուտ մոտեցումներ են եւ աշխարհի շատ երկրներում մենք կարող ենք խնդիրներ ունենանք այս մասով, այս պետք է նկատի ունենանք եւ խոսելով AI-ի մասին, արհեստական բանականության մասին արբիտրաժի ոլորտում, ես ինքս շատ հետաքրքրված եմ, ինքս մեծ ծավալով օգտագործում եմ, անգամ մեկ մտածում ես արդյոք արժի այդ աստիճան օգտագործել, բայց մենք խնդիրներ ունենք, նախ պետք է փորձենք նաև համայնքի ներսում եւ տենց մտքեր կան եւ պետք է նաև զարգացնենք այդ գաղափարները, համայնքի ներսում փորձենք կրթել մասնագետներին, ծանոթացնել, վերեք այդ տերմինը օգտագործեմ, ծանոթացնենք այդ AI-ի պոտենցիալ վտանգների հետ, այդ ինֆորմացիոն, այդ կոնֆիդենցիալության մասի, այսինքն բաց AI-ների հետ աշխատելու էթիկական այդ կանոնների հետ եւ այլն, այդ ամեն ինչը աշխատանք է, որ պետք է կատարվի։ Նաեւ պետք է մեր մտքում ունենանք, որ ամբողջ աշխարհում հիմա այդպես բավականին ծավալուն քննարկվում է AI-ի օգտագործմամբ վճիռների կայացումը, հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ դեռևս մարդկությունը չի գնում այն տարբերակով, որ AI-ը գեներացնի առնվազն լուրջ գործերով վճիռներով, այսինքն AI-ը որոշում ընդունող չլինի արբիտրաժային հարցերում, ինքը շատ լուրջ խրախուսվում է մեծածավալ փաստաթղթերում դրա օգտագործումը, որպեսզի այդ արագացված վերլուծություններ անի, սուպեր արագ վերլուծություններ է իրականացնում, կարողանում է իրականացնել տեղեկատվությունը, կարողանում է արտահանել այդ ֆայլերից այն աշխատանքը, որ ահռելի ժամանակ էր տանում էլի նախկինում, եւ այնտեղ կա մի գաղափար էլ, որ ինքը նաեւ որոշակի prediction-ներ է կարողանում անել, այդ prediction-ները ոչ թե որոշումներ, այսինքն կանխատեսումներ, եւ այդ կանխատեսումները շատ դեպքերում շատ օգտակար են լինում կողմերի համար,
որոշում կայացնել իրենց հետագա գործողությունների մասով, այսինքն իրանք ունենալով այդ prediction-ները, որը հիմնված են նախկին մեծածավալ դատայի վրա, օգնում են մարդկանց կողմերին, վեճի կողմերին կայացնել որոշումներ, արդյոք արժի գնալ այս գործով առաջ, թե չարժի գործով գնալ առաջ, որը էականորեն կարող է նվազեցնել նաև վեճերի հետագա ծավալում, հա, ինքը այդ մի քանի ասպեկտը, այսօր եթե ընդհանրացնենք, այդ մի քանի ասպեկտը այո կա, կիրառվում են, բայց դեռևս որոշում կայացնելու process-ում մի քիչ վերապահումներ կան։ Այնտեղ տարբեր հոդվածներ կան, վերլուծություններ կան այդ մասով, որ AI-ը ինքնին արդեն քանի որ դատայի հիման վրա այդ որոշումները կայացնում արդեն կողմնակալության հետ կապված խնդիր կա, այսինքն մենք չենք կարող ասել, որ ինքը ամբողջությամբ անկողմնակալ է եւ այլն։ Խնդիրները շատ են, բայց հեռանկարները շատ մեծ են կարծում եմ եւ մենք ու տենց գաղափար կա, արդյոք պետք է օգտագործենք թե չպետք է օգտագործենք, ես վստահ եմ, որ մենք տարբերակ չունենք չօգտագործելու, որ եթե մենք չօգտագործենք AI-ը ուղղակի դուրս կմնանք այդ արագ ընթացող գնացքից։ Պարոն Խաչատրյան, եթե որպես արբիտրների նստեցի նախագահ, արդեն արբիտրների աշխատանքի պրիզմայով նայեք այս հարցերին, ինչպես է գնահատում հայաստանյան գործարանների իրազեկվածությունը, արդյոք նրանք գիտակցված են ընդունում ad hoc կամ ինստիտուցիոնալ տարբերակը, թե սա միգուցե սովորաբար նաև պայմանագրային այդ copy-paste-երի արդյունքն է այս արբիտրաժային վերապահումներ որպես այդպիսին, եւ ինչ բարդությունների է բախվում արբիտրը ad hoc վարույթում, երբ չունի ինստիտուցիոնալ աջակցություն, օրինակ արդյոք արբիտրաժային ինստիտուտի առկայությունը իր քարտուղարությամբ, ադմինիստրացիայով նպաստում է միգուցե վճռի որակի բարձրացմանը եւ արբիտրի անկախության ապահովմանը։ Փորձեմ համակարգային պատասխանել առաջադրված հարցին, այլ իմ կարծիքը հայտնել, նախ ասեմ, որ ես ի սկզբանե կամ մեծապես կողմնակից եմ եղել սկզբնական շրջանում, երբ որ արբիտրաժի ոլորտով զբաղվում ենք պրակտիկ, կողմնակից եմ եղել ad hoc արբիտրաժին, բացատրեմ ինչու, եւ որոշակի դեպքերում նաեւ ինքը ունի դեռևս ունի այդ առավելությունները։ Առաջինը նշվեց եւ մի փոքր քննարկվեց, դա ծախսերի կրճատումն է, բայց սա պայմանական է, կբացատրեմ ինչու, երկրորդը որ քիչ կարևոր չի, երբ որ մենք գործ ունենք օտարերկրյա կոնտրագենտների հետ, օտարերկրյա գործընկերների հետ, ում հետ բանակցում ենք պայմանագիրը, տեսեք, մենք երկընտրակի առաջ ենք կանգնացնում, երբ որ խոսք է գնում, թե որ ինչ ընտրություն կատարել, ad hoc թե ինստիտուցիոնալ, եթե մենք առաջարկում ենք դիցուկ մեծ ծանոթ արբիտրաժային կենտրոնները հայաստանյան, բնականաբար օտարերկրյա կողմերը առարկություններ են ներկայացնում, որովհետև առնվազն ծանոթ չեն լինում կանոններին։ Եթե առաջարկում ենք միջազգային մեծ ճանաչում ունեցող, մեծ համբավ ունեցող կենտրոններ, այնտեղ արդեն ծախսերի հետ գործ ունենք։ Էական ավել ծախսերի հետ գործ ունենք, իմ գործընկերները նշեցին, որ Բայց մի չափորոշիչ կա, որ ես միշտ մեջբերում եմ, եթե մեր վեճի արժեքը չի գերազանցում օրինակ 100,000 եվրոյի կարգի, իմաստ չունի ICC arbitration ընտրել 3 արբիտրների կազմով օրինակ։ Ad hoc-ի դեպքում ուղղակի մի փոքր լուծում ենք ունենում։ Տեսեք, եթե մենք ընտրում ենք ad hoc արբիտրաժ, հողում ենք տալիս Ancitral 2012 կամ 2021 կանոններին, չգիտեմ ինչի 76 թվականին է հիշատակեցի։ 21 ամենավերջին կամ 2010-ը, որ կարծես թե ամենամեծ պրակտիկան ունի իր հետևը, եթե ընտրում ենք այդ տարբերակները, մյուս կողմի համար առնվազն որոշակի հասկանալի է, թե ինչ նկատի ունենք, ինչ կանոններ են, ինչի հետ իրենք գործ ունեն եւ ավելի հեշտ են համաձայնում։ Այս մի առանձնահատկություն, հա, միջազգային պայմանագրերի պարագայում։ Բայց հիմա հետ գանք հարցին ավելի կոնկրետ, ad hoc արբիտրաժը ինքը կարելի է ընտրել միայն այն պարագայում, երբ որ մենք գործ ունենք, անգլերեն ասած, highly sophisticated կողմերի հետ, որոնք ունեն այդ պատրաստվածությունը արբիտրաժի մասով, որոնց նաև ընտրած արբիտրը, այդտեղ շատ կարևոր է, որ այդ ad hoc արբիտրաժով ընտրված արբիտրը պետք է լինի փորձառու արբիտր, որը այդ ամբողջ processing-ը կարողանա հասկանալ, ինքը պետք է ունենա նաև որոշակի անձնակազմ, այսպես թե այնպես, որ կարողանա աշխատացնել այդ process-ը։ Գործնականում, երբ որ մենք ունենում ենք ad hoc արբիտրաժ եւ սկսում է process-ը, մի հատ
մղձավանջը, այսինքն ոնց է տեղի ունենալու այդ փաստաթղթերի շրջանառությունը, ինչ ընթացակարգեր են սահմանվելու, այդ ամեն ինչը պետք է կողմերը համաձայնեցնեն, պետք է նաև արբիտրի մասնակցությամբ, արբիտրի տեխնասուին համաձայնեցնեն, պետք է արբիտրի մասնակցությամբ պրոցեսներ որոշակի ծավալեն, այդտեղ ամեն կետանցում կարմիր գծեր են, դրանք կարող են հանգեցնել ըստ էության շահերի բախման կամ էթիկական կանոնների լուրջ խախտման, որը կհանգեցնի այդ ամբողջ պրոցեսի, այդ ամբողջ ծախսը, որ կատարված լինի, այդ ջանքը, որ ներդրված լինի, դրա ուղղակի failure-ի, այսինքն վերջում ձեր ունեցած արբիտրաժային վճիռը իրենից կներկայացնի շատ թանկարժեք թղթի կտոր։ Դրա փոխարեն այն ինստիտուցիոնալ արբիտրաժը այդ ամբողջ բեռը իր վրա է վերցնում։ Այդ շատ կարևոր է գործնական տեսանկյունից գնալ ad hoc արբիտրաժ ընտրել, դա իր մեջ պարունակում է էական ռիսկեր։ Ուրեմն ինստիտուցիոնալ արբիտրաժի պարագայում դուք ունեք այդ ամբողջ backup-ը։ Արբիտրաժային շատ կենտրոններ, որ ի սկզբանե ծագել է ICC-ից, ներդրել են այդ scrutiny ինստիտուտը, ինչ է իրենից ներկայացնում, երբ որ արբիտրաժային կենտրոնը ինքը պարտադիր հսկողություն է իրականացնում պրոցեդուրալ ընթացակարգերի նկատմամբ։ Արդյունքում ունենում եք անխոս ավելի որակյալ արբիտրաժային վճիռ, այսինքն անխոս ավելի անխոցելի արբիտրաժային վճիռ, որը նաև կատարման մասով թե երկրի ներսում, արբիտրաժի վայրում, թե այլ օրենսդրություններում ավելի պաշտպանված կլինի։ Ad hoc-ի դեպքում այդ ռիսկը կա, որ կարող ենք, ինչպես նշեցի, ունենանք շատ մեծ արժեք ունեցող թղթի կտոր, ըստ էության, որը մեծ հաշվով ոչ մի արդյունք չտա։ Եվ ամենակարևորը, Հայաստանում չենք մոռանում, որ կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում ինստիտուցիոնալ արբիտրաժային կենտրոնները ստացել են կոնկրետ առավելություն հարկադիր կատարման փուլում, երբ որ միանգամից արդեն կատարողական վարույթ է նախաձեռնում հենց ինստիտուցիոնալ արբիտրաժի կողմից ուղարկված հիմքի հիման վրա։